Թամարա Պետրոսյանն ու Տարոնի Սպիրյանը Պոնչը այս շրջանում գտնվում են Իտալիայում, որտեղից էլ հետևորդների հետ պարբերաբար նոր հրապարակումներով են կիսվում։ Տոման էլ ինստագրամյան իր էջի սթորի բաժնում զվարճալի տեսանյութ էր հրապարակել, ցույց տալով իր առաջին արձագանքը, երբ հասել են Վենետիկ։ Ներշարունակ լռություն և գաղտնիություն պահպանելուց հետո ի վերջո Տոմա Պետրոսյանն ու Պոնչը որոշել են իրենց երջանկությամբ ինչ-որ չափով կիսվել նաև հանրության հետ։ Զույգը վերջին շրջանում առավել հաճախ է համատեղ հրապարակումներ անում, կիսվելով առօրյա, ճամփորդական ու աշխատանքային կադրերով, ավելացել են նաև միմյանց հասցեին արված ջերմ մեկնաբանությունները։ Չնայած այս ամենին ոչ Տոման և ոչ էլ Պոնչը դեռևս չեն մեկնաբանել իրենց ամուսնության լուրը, բայց որ նրանց հարաբերությունները երջանիկ ընթացք ունեն, պարզ է դառնում ամենատարբեր հրապարակումներից։ Օրերս էլ Տոման հաստատել էր դա դերասան, հումորիստ Զիրոյանի հրապարակումներից մեկի մեկնաբանությունների հատվածում, գրելով հետևյալը. «Ժողովուրդ, ամուսնանալուց լավ բան չկա, զանգեք, ամուսնացեք շուտ»։ Նշենք, որ նախկինում տված իր գրեթե բոլոր հարցազրույցներում Տոման խուսափում էր խոսել անձնական թեմաներով, նշելով, որ այդ դաշտը միայն իրեն է վերաբերվում, ու երբ որ ժամանակը գա, ինքը միգուցե բացի փակագծերը։ Երբեք փակագծերը անձնականի հետ կապված չեմ բացել, շատ պարզ պատճառով. եթե պետք լինի, մարդը կասի, եթե պետք չի, ուրեմն պետք չի, որ ասի։ Ես նույնպես այդ կատեգորիային եմ պատկանում, որ եթե պետք լինի, կբարձրաձայնեմ, եթե չեմ բարձրաձայնում, ուրեմն պետք չի։ Իսկ թե Պոնչը ինչ գրառումներ է անում, լավ է անում, մեկ-մեկ ես էլ եմ գրում, ոչ հաստատում եմ, ոչ հերքում, իմ և Պոնչի սիրավեպը, նշել էր Թամարան։ Հաղորդավարուհու այն հարցին, թե Տոման ցանկություն չունի ընտանիք կազմելու, դերասանուհին պատասխանել էր. «Հա իհարկե, ես շատ երեխայասեր աղջիկ եմ, ուղղակի երևի ինձ մոտ ժամանակի պակաս կար անձնական կյանքով զբաղվելու համար, տարվել էի բեմով, ինչպես և շատ շատերը մեր մասնագիտության մեջ, բայց այնպես չէ, որ տոտալ ցանկությունը բացակայում է, ես շատ լավ եփող-թափող աղջիկ եմ»։ Այս պատասխանից հետո Լուսինե Թովմասյանը որոշել էր ուղիղ հարցադրում անել, ասելով. «Եկեք ներխուժենք ձեր անձնական կյանք, երևի թե բոլորին արդեն հայտնի է քո և Պոնչի բացահայտ հարաբերությունների մասին, չեք մտածում արդեն ընտանիք կազմել»։ Հարկ է նշել, որ այս ուղիղ հարցը Տոմային շփոթեցրել էր ու նա փորձել էր ոչինչ չասել, բայց դրանով արդեն իսկ հաստատել էր տարածվող լուրերը։ «Գիտեք, անձնական թեման ես երբեք չեմ բարձրաձայնում ու դա միշտ է այդպես եղել, նույնիսկ երբ ես հանրային չէի, դրա մասին խոսել չէի սիրում, որովհետև ես շատ լուրջ եմ այդ ամեն ինչին վերաբերում, շատ փայփայում եմ իմ անձնական կյանքը, դրա համար ժամանակը կգա, բոլորը ամեն ինչ կիմանան, երևի թե»։ Տոման նաև խոսել էր կնոջ և տղամարդու հարաբերությունների մասին և նշել, որ այո, իր համար կարևոր են մարդկային լավ որակները, բայց ընդհանուր առմամբ կնոջ և տղամարդու մեջ կարևոր է քիմիան։ Դերասանուհին հստակ կարողացավ նշել միայն այն, ինչը չի սիրում տղամարդկանց մեջ։ Երևի թե տղամարդկանց մեջ դուրս չի գալիս կանացի թուլությունները, երբեմն նկատում եմ բաներ, որոնք անգամ իմ մեջ չկան ու եթե տղամարդու մեջ կան կանանց բնորոշ գծեր, ես սկսում եմ զգուշանալ նրանցից, նշել էր դերասանուհին։ Իր վերջին հարցազրույցի ժամանակ Թամարա Պետրոսյանը անդրադարձել էր նաև Արցախում ստեղծված իրավիճակին և անդրադառնալով հարցին, թե արդյոք դժվար չէր Արցախի բլոկադայի հենց առաջին օրերից բեմ բարձրանալ, Տոման նշել էր, որ ինքը այլ տարբերակ չի ունեցել։ Որպես օրինակ, եկեք վերցնենք հակառակ տարբերակը. չենք հաղթահարում, ընկնում ենք ընկճախտի մեջ, բեմ չենք բարձրանում, չենք աշխատում և ինչ ենք անում դրա փոխարեն։ Երբ չես հաղթահարում և ապաթիայի մեջ ես ընկնում, դա քո պարտության սկիզբն է։ Իսկ ես չեմ ուզում պարտվել, ես չեմ ուզում հանձնվել։ Եթե ես իմանամ, որ չանեմ այդ ամեն ինչը, այնտեղ ամեն ինչ բացվելու է, ես կլինեմ առաջինը։ Ես երբ զանգում եմ Ստեփանակերտ, այնտեղից միշտ այնպիսի պատասխաններ են հնչում, որ ես միանգամից հավաքվում եմ։ Զրույցի ընթացքում Թամարան նաև նշել էր, որ հենց Արցախը, Ստեփանակերտը իր մանկությունը հիշելիս է, որ չի կարողացել իրեն զսպել և լաց է եղել ազգային երգիչ նախագծի ընթացքում։ Դեռ ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեն տուգանք էր արձանագրել Թամարա Պետրոսյանին և Պոնչին, տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշված էր.
Հարսանյաց հանդիսավարների զույգին, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր Տարոն Իսպիրյան և անհատ ձեռնարկատեր Թամարա Պետրոսյան, առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսությունը, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 միլիոն դրամ։ Այդ նպատակով կանխիկ վճարված 500,000 դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել անկանխիկ գործառնությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները։ Արձանագրված տուգանքի չափը կազմում է 1 միլիոն դրամ։ Թեմայի վերաբերյալ դեռ այն ժամանակ իր կարծիքներ հայտնել Star News-ը և նշել, որ դերասանները ՊԵԿ-ի կողմից ստուգման էին ենթարկվել հենց այն ժամանակ, երբ որոշեցին որպես հայտնի անձ իրենց ձայնը լսելի դարձնել Հայաստան-Արցախ փակ ճանապարհի հարցով։ Թեմայի վերաբերյալ իր կարծիքներ հայտնել նաև հաղորդավար Հրաչ Մուրադյանը նշելով, որ որևէ մեկին անձամբ չի ճանաչում։ Հրաչը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակել էր Պոնչի և Թամարայի լուսանկարը, որին կից գրել էր. Ազատ խոսքի գինը էս երեխեքը հենց հիմա վայելում են։ Հարցազրույցի ընթացքում Տոման անդրադարձել էր նաև այս թեմային և պատասխանելով հարցին, թե արդյոք այդ դեպքը դիտավորություն էր, Տոման պատասխանել էր, որ ինքը հստակ որևէ բան չի կարող ասել, սակայն դա պատահականության նման էլ չէր, և ինքը չի ցանկանում այլևս խոսել այդ թեմայով։ Վերջին շրջանում բավականին շատ էին քննարկումները նաև Թամարա Պետրոսյանի և Սևակ Ամրոյանի հարաբերությունների մասին։ Ազգային երգիչ երաժշտական նախագծում շոուն ապահովելու համար Թամարա Պետրոսյանը հաճախ էր հումորներ անում Սևակ Ամրոյանի և իր հարաբերությունների հետ կապված, և այս թեմային անդրադառնալիս Թամարան նշել էր, որ Սևակը գիտի, թե ինքը ինչ հումորով անձնավորություն է, և լավ է, որ Սևակը և նրա կինը Քրիստինան նույնպես հումորով են վերաբերվել ստեղծված իրավիճակին, նշել էր Թամարան։ Սիրելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, դիրքս չի փոխվում, փոխվում է միայն վայրը։ Նույնիսկ վայրի իմաստը չի փոխվում, բայց վայրը փոխվում է, այսինքն էլի այերոպորտ է, բայց այս անգամ արդեն Ռոմա։ Ոսոք սիրում մարդիկ են քնած։ Երբ չխանգարենք Մարսելի ճանապարհը դժվար է երկար դպրոցի պես։ Քիչ մնաց գալիս եմ։ Այլու ժողովուրդ ջան, ես հիմա գտնվում եմ Հռոմում, այսինքն Օյլոպորտում, ու ահա որ գլուխս ցավում է, որովհետև ինքնաթիռում կային վրացիներ։ Արա այդ իշքան է խոսում։ Ու ամենաներվայնացնողն է, որ բան չես հասկանում։ Արա, սեցի ցամփի ցակի ցանցի, հոնցի ցանցի ֆանցի ցանցի։ Արա թողեք հանգստանանք։ Et voilà les fleurs, les légumes. Et encore fromage. Ça c'est bazar. Bienvenue à Marseille. C'est pas January. Ես էլ եմ այս հերթին կանգնած իմ ջորը։